Օրինակ ես հայտարարում եմ, եթե Վարդան Ղուկասյանին արտաքսեն Հայաստան, հերոսի կարգավիճակով է ինքը ըստ էության լինելու։ Լաս Վեգասի դատարանը քննում է ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու գլխավոր դատախազության միջնորդությունը։ Ազատության հետ զրույցում տեղեկացրեց Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, նշելով, որ այդ միջնորդությունը Հայաստանի իրավապահները Միացյալ Նահանգներին են ուղարկել դեռևս 2023 թվականին։ Ինչու է Ղուկասյանին արտահանձնելու գլխավոր դատախազության միջնորդությունը քննվում 2 տարի անց։ Փաստաբանը չի բացառում, որ Ղուկասյանին արտահանձնելու հարցի շուրջ Հայաստանի իշխանությունների կողմից նոր գործողություն է եղել։ ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության, հրապարակային կոչերի համար, մեղքը սակայն չի ընդունում։ Նաև քննվում է Հայաստանի դատախազության, այսպես ասած, դիմումը, պայմանավորված նրանով, որ ցանկանում են այդ Վարդան Ղուկասյանին քրեական գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքների շրջանակում վերեն Հայաստան։ Տակը դրված է հետևյալը, որ ծանր քրեական վարույթները հարուցված, նախաձեռնված մեղադրանքները առաջադրված, խնդրում եմ տվեք Հայաստանի Հանրապետություն, ընդհանրապես դա է քննվում։ Դատարանը կամ պետքա բավարարի միջնորդությունը արտաքսի Հայաստան, երկրորդ դատարանը պետքա մերժի, գտնելով որ անհիմն է պահանջը։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարելույս։ ԱՄՆ մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Կալանավորման պատճառն ըստ ամերիկյան կողմի հետևյալն է. Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Այժմ ըստ Ղուկասյանի փաստաբանի Լաս Վեգասի դատարանը պետք է 2 որոշում կայացնի. նախ թե արդյոք Ղուկասյանը խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը եւ թե արդյոք հիմնավոր է նրան արտահանձնելու Հայաստանի իշխանությունների միջնորդությունը։ Այդ ռիսկը կա, ճիշտ է, որ նա կարող է արտաքսվել։ Ցանկացած գործառույթների մեջ կա ռիսկ, անգամ ընդունված է կարծել, որ ասում են գնում ես գույրաղիքդ վիրահատելու, դա եւս ասենք որոշակի ռիսկ է պարունակում։ Ամերիկյան դատարանը ԴՕԿ կուսակցության ղեկավարի կալանավորումից հետո անցած 20 օրերի ընթացքում 2 նիստ է անցկացրել։ Ղուկասյանի շահերը պաշտպանող 4 ամերիկացի փաստաբանների խումբը մինչև մարտի 17-ը դատարանից ժամանակ է խնդրել գործի բոլոր նյութերը ներկայացնելու համար։ Փաստաբանական խումբը նաև դիմել է հատուկ փորձագետի օգնությանը Ղուկասյանի գործով անկախ եզրակացություն ստանալու եւ այն դատարանին ներկայացնելու համար։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանն առայժմ փակագծեր չի բացում, թե անկախ մասնագետի եզրակացությունը կոնկրետ որ հարցին է վերաբերում։ Եթե դատարանը բավարարի ԴՕԿ կուսակցության ղեկավարին արտահանձնելու գլխավոր դատախազության միջնորդությունը, ինչ ընթացակարգով է այն տեղի ունենալու, արդյոք հատուկ խումբ է մեկնելու ԱՄՆ նրան Հայաստան բերելու համար։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը շեշտում է, քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատական ակտ, հայաստանյան իրավապահների խումբն ԱՄՆ-ում անելիք չունի։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Շուրջ 20 օր եթերից անհետացած Վարդան Ղուկասյանն օրերս ուղերձ հղեց կալանավայրից, նախ տեղեկացնելով, որ իր որոշմամբ ԴՕԿ-ը չի մասնակցի Գյումրու ավագանու ընտրություններին։ Ղուկասյանը նաև հորդորել էր որևէ դրամահավաք չիրականացնել, պնդելով իրեն գումար պետք չէ եւ որ ինքը հավաքած գումարներից որևէ բան չի ստացել։ ԴՕԿ կուսակցության ղեկավարն ընդամենը մի բան էր խնդրել։ Միակ խնդրանքս այն հայերից, որոնք որ բնակվում են Միացյալ Նահանգներում, հոգ տանել իմ մոր Սուսաննա Ղազարյանի առողջության մասին։ Իմ մարտական ոգին տեղում է, ինձանից է կախված ողջ հայ ժողովրդի Հայաստանի ճակատագիրը։ Բարև ժողովուրդ, ես Տոգի մաման եմ։ Համացանցում տարածվեց նաև Վարդան Ղուկասյանի մոր կոչը, որտեղ նա էլ հորդորում էր դադարեցնել որդու ղեկավարած կուսակցության դեմ իրականացվող արշավները։ Առայժմ հայտնի չէ արդյոք մարտի 17-ին նախատեսվող դատական նիստում Լաս Վեգասի դատարանը ի վերջո որոշում կկայացնի ԴՕԿ կուսակցության ղեկավարի արտահանձնման հարցով։ Իդեպ Հայաստանն ու ԱՄՆ-ն չունեն անձանց արտահանձնման երկկողմ պայմանագիր։ Դեռևս անցած տարի խորհրդանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դժգոհել էր, որ այդ հիմքով Միացյալ Նահանգները մերժել է արտահանձնման Հայաստանի դիմումները։ Մենք Միացյալ Նահանգներին 5 անձ արդեն հանձնել ենք բազմակողմ պայմանագրերի հիման վրա, իրենք ոչ մեկին չեն հանձնել։ Մենք պահանջում ենք եւ մերժում ենք ստանում ամեն անգամ։ Քանի որ Հայաստանն ու ԱՄՆ-ն չունեն արտահանձնման երկկողմ պայմանագիր, ինչ հիմքով է գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրել ԱՄՆ-ին Վարդան Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու համար, կառույցից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել։